Հովհաննես 7-րդ գլուխ։ Դրանից հետո Հիսուսը շրջում էր Գալիլեայում, քանի որ չէր կամենում Հրեաստանում շրջել, որովհետև հրեա առաջնորդներն ուզում էին սպանել նրան։ Հրեաների տաղավարը հարած տոնը մոտ էր, և նրա եղբայրներն ասացին նրան. «Այստեղից անցիր գնա Հրեաստան, որպեսզի քո աշակերտներն էլ տեսնեն այն գործերը, որ դու անում ես, որովհետև չկա մեկը, որ ծածուկ գործի և ուզենա, որ մարդիկ իմանան այդ մասին։ Եթե այդ գործերն անում ես, ուրեմն հայտնիր քեզ աշխարհին»։ Քանզի եղբայրներն իսկ դեռևս չէին հավատացել նրան։ Հիսուսը նրանց ասաց. «Իմ ժամանակը դեռ չի հասել, բայց ձեր ժամանակը միշտ պատրաստ է։ Աշխարհը չի կարող ատել ձեզ, բայց ինձ ատում է, որովհետև ես վկայում եմ աշխարհի մասին, թե նրա գործերը չար են։ Դուք գնացեք այդ տոնին, ես այդ տոնին չեմ գնում, որովհետև իմ ժամանակը դեռ չի լրացել»։ Երբ այս ասաց, ինքը մնաց այնտեղ, Գալիլեայում։ Երբ նրա եղբայրները գնացին, ապա ինքն էլ գնաց տոնին, բայց ոչ հայտնապես, այլ թաքուն։ Հրեաները նրան փնտրում էին այդ տոնի ժամանակ և ասում էին. «Ո՞ւր է նա»։ Եվ ժողովրդի մեջ նրա մասին քրթմնջյուն կար, ոմանք ասում էին. «Լավն է»։ Ուրիշներն ասում էին. «Ոչ, ընդհակառակը, ժողովրդին մոլորեցնում է»։ Եվ հրեաների վախի պատճառով ոչ ոք նրա մասին համարձակ չէր խոսում։ Տոնակատարության կեսին Հիսուսը տաճար ելավ և ուսուցանում էր։ Հրեաները զարմանում էին ու ասում. «Սա ինչպես գիտի Սուրբ Գիրքը, քանի որ բնավ չի սովորել»։ Հիսուսը նրանց պատասխան տվեց ու ասաց. «Իմ ուսուցումն իմը չէ, այլ նրանը, ով ինձ ուղարկեց։ Եթե մեկն ուզում է նրա կամքը կատարել, կիմանա այս ուսուցման մասին, Աստծուց է արդյոք, թե ես ինքս ինձնից եմ խոսում։ Ով ինքն իրենից է խոսում, իր համար է փառք փնտրում, իսկ ով փնտրում է նրա փառքը, ով իրեն ուղարկել է, նա ճշմարիտ է, և նրա մեջ սուտ բան չկա։ Օրենքը ձեզ Մովսեսը չտվեց, բայց ձեզնից ոչ ոք օրենքը չի կատարում։ Ինչու եք ուզում ինձ սպանել»։ Ժողովուրդը պատասխանեց ու ասաց. «Քո մեջ դև կա, ո՞վ է ուզում քեզ սպանել»։ Հիսուսը պատասխան տվեց նրանց ու ասաց. «Մի գործ արեցի և ահա ամենքդ զարմացել եք։ Մովսեսը դրա համար ձեզ տվեց թլպատությունը, թեև այդ ոչ թե Մովսեսից էր, այլ նահապետներից, և շաբաթ օրով մարդ եք թլպատում։ Իսկ արդ, եթե մարդը Մովսեսի օրենքը պահելու համար նույնիսկ շաբաթ օրով է թլպատվում, ին վրա ինչու եք բարկացած, որ շաբաթ օրով լիովին բժշկեցի մի մարդու։ Ըստ տեսածի մի դատեք, այլ արդար դատաստան արեք»։ Երուսաղեմացիներից ոմանք ասում էին. «Սա չէ նա, որին ուզում էին սպանել, բայց ահա բացահայտորեն խոսում է և դրան բան չեն ասում։ Գուցե իշխանավորները ճանաչեցին, որ սա է Քրիստոսը»։ Բայց մենք գիտենք, թե սա որտեղից է, իսկ երբ Քրիստոսը գա, ոչ ոք չի իմանա որտեղից է։ Հիսուսը տաճարում աղաղակեց, ուսուցանում էր և ասում. «Եվ ինձ գիտեք, և գիտեք որտեղից եմ։ Ինքս ինձ չեմ եկել, այլ ճշմարիտ է նա, ով ինձ ուղարկեց, նա, որին դուք չեք ճանաչում։ Ես գիտեմ նրան, որովհետև հենց նրանից եմ, և նա ուղարկեց ինձ»։ Ուզում էին նրան բռնել, բայց նրանց ձեռքից խույս տվեց, և ոչ ոք նրան չձերբակալեց, որովհետև նրա ժամանակը դեռ չէր հասել։ Սակայն բազմության միջից շատերը հավատացին նրան և ասում էին. «Երբ Քրիստոսը գա, մի՞թե ավելի շատ նշաններ պիտի անի, քան սա է անում»։ Փարիսեցիները լսեցին նրա մասին ժողովրդի մեջ եղած քրթմնջյունները, և քահանայապետներն ու փարիսեցիները սպասավորներ ուղարկեցին, որպեսզի բռնեն նրան։ Հիսուսն ասաց. «Մի փոքր ժամանակ էլ ձեզ հետ եմ, և ապա գնալու եմ նրա մոտ, ով ինձ ուղարկեց։ Ինձ կփնտրեք և չեք գտնի, և ուր ես եմ գնում, դուք չեք կարող գալ»։ Հրեա առաջնորդներն իրար ասում էին. «Իսկ դա ուր պիտի գնա, որ մենք դրան չգտնենք։ Մի՞թե հեթանոսների մեջ ցրված հրեաների մոտ պիտի գնա և հեթանոսներին ուսուցանի։ Ինչ է այն խոսքը, որ նա ասաց. կփնտրեք ինձ և չեք գտնի, և ուր ես եմ գնում, դուք չեք կարող գալ»։ Մեծ տոնի վերջին օրը Հիսուսը կանգնած էր, աղաղակում էր և ասում.
Եթե մեկը ծարավ է, թող ինձ մոտ գա եւ խմի։ Ով ինձ հավատում է, ինչպես գիրքն է ասում, նրա ներսից կենդանի ջրերի գետեր պիտի բխեն։ Նա այս ասում էր հոգու մասին, որն ընդունելու էին իրեն հավատացողները, քանի որ հոգին դեռևս չունեին, որովհետև Հիսուսը դեռ փառավորված չէր։ Ժողովրդից ոմանք, երբ լսում էին այս խոսքերը, ասում էին. Սա է ճշմարիտ մարգարեն։ Ուրիշներն ասում էին. Սա է Քրիստոսը։ Իսկ մնացածն էլ ասում էր. Միթե Քրիստոսը Գալիլեայից է գալու։ Չէ՞ որ գիրքն ասում է, որ Քրիստոսը գալու է Դավթի սերնդից եւ Բեթխեհեմ գյուղից, որտեղից Դավիթն էր։ Եվ ժողովրդի մեջ նրա պատճառով պառակտում առաջացավ։ Եվ նրանցից ոմանք ուզեցին բռնել նրան, բայց ոչ ոք նրան չձերբակալեց։ Երբ սպասավորները վերադարձան քահանայապետների ու փարիսեցիների մոտ, սրանք նրանց ասացին. Ինչու նրան այստեղ չբերեցիք։ Սպասավորները պատասխանեցին ու ասացին. Ոչ մի մարդ երբեք այդպես չի խոսել, ինչպես այն մարդը։ Փարիսեցիներն ասացին. Միթե դուք եք մոլորվել։ Միթե Սինեդրիոնի անդամներից կամ փարիսեցիներից որևէ մեկը հավատաց նրան։ Բացի այն խաժամուժ ամբոխից, որ օրենքը չգիտի եւ նզովյալ է։ Նիկոդեմոսը, որ նախապես գիշերով եկել էր Հիսուսի մոտ եւ նրանցից մեկն էր, նրանց ասաց. Միթե մեր օրենքը դատապարտում է մարդուն, եթե նախապես նրան չի լսում, կամ չգիտի, թե ինչ է արել նա։ Նրան պատասխանեցին ու ասացին. Միթե դու էլ Գալիլեայից ես։ Քննիր ու տես, որ Գալիլեայից մարգարե դուրս չի գալիս։